5-րդ դարում արքունական զորքի ձմեռանոց, ապա իշխան Գրիգոր Մամիկոնյանի աթորանիստ Արուճի ամրոցը մշտապես հնագետների ուշադրության կենտրոնում է։ 2022-ից այստեղ պեղումներ են կատարում հայ և իտալացի հնագետներ, որոնք բացահայտել են բազմաթիվ գտածոներ, ենթակառուցվածքներ։ Մասնագետները տարիների աշխատանքն ամփոփել են Արուճ, հայկական միջնադարյան մայրաքաղաքի վերաբացահայտում, հնագիտական արշավներ 2022-ից 2025 գրքում։ Սա մեր համագործակցության ամենաէական և շոշափելի գիտական արդյունքներից մեկն է։ Պետք է նշել, որ արտի գիտությունը պահանջում է ավելի ու ավելի հանրայնացնել նաև գիտական արդյունքները, որպես նյութական հանրային ժառանգության մի մասնիկ։ Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջինում հեղինակներն ընդգրկել են ամրոցի պատմական հնագիտական վկայությունները, ընդգծելով դրանց դերը Հայաստանում, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Բաբաջանյանի խոսքով Արուճը գտնվել է Մետաքսի ճանապարհին, ուստի այստեղ զարգացած էին տնտեսության տարբեր ճյուղեր, ակտիվ էր մշակութային, քաղաքական և հոգևոր կյանքը։ Նախորդ ուսումնասիրությունների վրա հիմնվելով եւ մեր սեփական արդյունքները ունենալով, մենք տեսնում ենք, որ իրոք Արուճում միավորված են քաղաքական իշխանությունը, հոգևոր կյանքը, ինչպես նաեւ ամրաշինական եւ ենթակառուցվածքների զարգացած համակարգների շնորհիվ ինքը ոչ միայն սոսկ բնակավայր էր կամ ճանապարհային կանգար, այլև տնտեսական, մշակութային, առևտրային կյանքի բազմաֆունկցիոնալ և դինամիկ կենտրոն։ Գրքի երկրորդ գլխում գիտնականներն Արուճի ամրոցը ներկայացրել են որպես հայկական պատմամշակութային հարուստ ժառանգության կարևոր մաս։ Հեղինակներն ընդգծել են հուշարձանի վերականգնման, պահպանման, հանրահռչակման անհրաժեշտությունը, ինչն ի դեպ նույնպես արվում է հայ-իտալական գործակցությամբ։ Գիրքը Արուճի հանրահռչակմանը ուղղված աշխատանքների ընդամենը մի մասն է։ Նպատակը ոչ միայն հնագիտական արժեքների բացահայտումն է, այլև զբոսաշրջային և տարածաշրջանի տնտեսական կյանքի զարգացմանը նպաստելը։ Ամրոցը և բնակավայրը մեծ ներուժ ունեն այս գործակցության շրջանակում, ես նաև Իտալիայում եմ ներկայացնում հայկական ժառանգությունը։ Վստահ եմ, ճիշտ ուղու վրա ենք։ Վերականգնման աշխատանքների մեկնարկը մոտ է, այժմ գիտնականները սպասում են մշակույթի նախարարության տեխնիկական հանձնաժողովի եզրակացությանը, նշում է Ֆերդինանդին։ Այս կարևոր հնավայրը աշխարհին ներկայացնելու համար կատարում ենք նաև այլ քայլեր միջազգային հրատարակությունների, գիտաժողովների ձևաչափով։ Հուսով եմ այս ամենը կնպաստի հնավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու համար։ Մասնագետները լիահույս են, ապագայում Արուճում կկառուցվի նաև թանգարան, որտեղ կմիավորվեն հնագիտական երկրաբանական ուղղությունները, կամբողջանա տարածաշրջանի պատմությունը։ Արամ Մարանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։